Բարի լույս, սիրելի հետևորդներ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք, ուրախ եմ ձեզ տեսնելու իմ ալիքում, շնորհակալ եմ ինձ բաժանորդագրվելու, լայքելու, մեկնաբանություններ գրելու, ճիշտ է, դիտումներս չգիտեմ ինչու շատ ցածր են, բայց չենք հուսահատվում, առաջ ենք նայում, էլի լավ է, և այսպես աղջիկներս լուկ գտնվում եք հիմա իմ խոհանոցում, ինչ ենք անում, տեսեք ինչ լավ ավելուկ եմ բերել, նախորդ կադրերից տեսակ, որ ճանապարհից էի նկարում, գնում էինք ծնողներիս տուն և մայրիկս ինձ հետ ավելուկ է դրել, որ ես հյուսեմ չորացնեմ ձմեռվա համար, բայց միատ տեսեք ինչ լավն է, շատ հարմա, և խթայա տվել, խթան արդեն լցրել եմ տարաները, չնկարեցի, քանի որ արագ-արագ ցանկացա անել, որ Արեգը ինձ չխանգարեր, այդ պատճառով չեմ նկարել, բայց հեսա պահածոյացնելուց արդեն, որ պահածոյացնեմ ցույց կտամ, 1 կիլոգրամանոց բանկայում լցրել, դրել եմ գազօջախին ու հետևում եմ, որ եռա ժամ պահեմ, այսպես ասած, ու զակատեմ։ Մինչ այդ, մինչև կեռա մեր խթայի խթաները, ես կհյուսեմ ավելուկը, որ չավերվի, թողել եմ թառամելա, այդպես աղջիկներս, գրեք տեսնեմ, դուք սիրում եք ավելուկ, չորացնում եք, թե ոչ, ես շատ եմ սիրում ու միշտ չորացնում եմ ձմեռվա համար, այստեղ ռեզիներ բերեմ, այս գլուխները կապեմ, հետո մի հատ էլ այսպես 3 հատ էլ ավելացնեմ, շատ նուրբ է, այսի որ չորացավ, շատ բարակ է լինելու, ահա, այսպես կապեմ, գրեք տեսնեմ այս շոքերին ոնց եք դիմակայում, մեզ մոտ շատ շոք է, անտանելի շոք է, մի կերպ դիմանում ենք, ձեզ մոտ ինչ եղանակ է, այս շոքերին էլ հակառակի պես պահածոյացման շրջանն է, որ ուզենք թե չուզենք պետք է պահածո փակենք ու այս անտանելի շոքերն էլ մյուս կողմից հիմա սա արագ-արագ անեմ մինչև արդեն սկսում է եռալը, որ շատ չեփվի, փափուկ չլինի Եվ այսպես ընկերներ ջան, ահա մի հատ այսպես լավ երկարը հյուսեցի, միանգամից մի հատ արեցի, կախեմ պարանին, թող չորանա, իսկ այնտեղ արդեն, հեսա դնեմ մի կողմ, արդեն պետք է զակատեմ խթաները, վերում ենք մեր գործիքը, այստեղ մի հատ սրբիչ, Կցեմ սեղանին, որ բանկաները դնամ վրեն, իսպես և զակատեմ, գնացին թերթով բերել եմ, էսենցիան բերեմ, խթաները, այսպես, լցնում եմ մեկ թեյի գտալ էսենցիա,
Եսի դիզայա կյանք։ Եսի տակա, նայ։ Ուի, տակա։ Արիգը եկել, ասմա տուր ես օգնեմ։ Ասմա ես անեմ։ Այսպես աղջիկներս 4-ն էլ զակատեցի, հաջա, 4-ն էլ զակատեցի, հիմա կծածկեմ, թող այսպես մնա, վաղը կտեղավորեմ, իսկ եստեղ մայրիկս ընկույզի մուրաբա է տվել, չգիտեմ մտածում եմ բացեմ, թե թողնեմ զմերվան, այս տարի ես չեմ զակատել, հիմա մտածում եմ բացեմ, թե թողնեմ։ Այսպես աղջիկներ ջան, երևի տանեմ դնեմ տեղը, մնացած զակատներից հետ, որ աչքս չտնա ուզի։ Այդպես իրներս իսկ հիմա կարտոֆիլ պետքա մաքրեմ, սոուս պետքա պատրաստեմ արդեն, հա ջան, ինչ ես ուզում, հա, միսը արդեն եփել է, պետքա կարտոֆիլը մաքրեմ և սոուս պատրաստեմ, իսկ այստեղ սիսեր եմ թռչել, տաք ջրով առավոտվանից, արդեն տեսեք ուռել է, հիմա ջուրը կփոխեմ, կդնեմ թող եփ։ Այստեղ արդեն միսը նախապես եփված, դրել եմ մի փոքր տապակեմ բուսայիղով, կավելացնեմ կարմիր պղպեղ, աղ և սև պղպեղ ու հետո արդեն կավելացնեմ կարտոֆիլը և ջուր։ Մի փոքր չոր ռեհան եմ ավելացնում նախապես, ամենավերջում արդեն թարմ կանաչի կլցնեմ։ Հիմա մի քիչ կտապակվի, նոր համեմունքները կլցնեմ։ Լցրեցի համեմունքները և մի փոքր ջուր եմ լցրել, որ կարմիր բիբարը չայրվի։ Հիմա արդեն կավելացնենք կարտոֆիլը և մի փոքր ջուր ու կփակեմ, թող եփի։ Աղջիկներս, իսկ այստեղ ցույց տամ արագ գնումներս, արագին քննեցրեցի ու գնացի խանութ ետ եկա, քանի որ այսօր 26-ն է, վաղը տղայիս ծնունդն է ամսի 27-ին, տորթի համար մի երկու գնումներ ունեի կատարելու և տան համար մի քանի բան պետք է գնեի, ընդհանուր գնումները վաղն են կատարելու, առավոտյան կգնանք գնումներ կկատարենք և կգնանք գյուղ, այնտեղ ենք նշելու ծնունդը։ Այստեղ ցույց եմ տալիս, թե ինչ եմ գնել, տորթի համար վերցրել եմ ձու, եգիպտացորեն, որը հիմա պետք է մաքրեմ դնեմ եփվի, քանի դեռ արեգը քնած է, թե չէ հում վիճակում սիրում է ուտել։ Այստեղ արեգի համար յոգուրտներ, կարագ տորթի համար, այստեղ երկու հատ այսպիսի համեղ կոնֆետներ եմ վերցրել, շատ եմ հավանել այդ կոնֆետները, այս անգամ եմ վերցրեցի։ Այստեղ նաև պետք է վաղվա համար աղցան պատրաստեմ, վինեգրետ, կարմիր լոբի եմ առել, դա պետք է դնեմ խաշվի, եփվի, որ աղցանը պատրաստեմ։ Այստեղ սովորական կոնֆետներ եմ վերցրել իմ սուրճի համար, հաջորդը վինեգրետի համար բազուկ, շատ ընտիր կարմիր բազուկներ էր, կարտոֆիլը ևս աղցանի համար եմ վերցրել, վաղվա ընդհանուր առևտուր ասացի, որ վաղն ենք առավոտյան են կատարելու։ Այստեղ հաց, բանան եմ վերցրել, այստեղ խոնավ անձեռոցիկներ տան համար, փխրեցուցիչ, եգիպտացորենի օսլա, բանան եմ վերցրել տորթի համար, պետք է մալինայով և բանանով անեի, բայց մալինա չգտա, ամուսնուց խնդրել եմ, որ ճանապարհից աշխատանքից ետ վերադառնալուց ելակ բերի, ելակով և բանանով պատրաստեմ, այդպես, հաջորդը սեխ եմ վերցրել, սերուցք և խտասրած կաթ կրեմի համար, դրանք դնեմ սառնարան, որ գիշերը պետք է պատրաստեմ տորթը, որ հով լինի, այդ ժամանակ պատրաստեմ, որ կրեմը չծորա։ Այդպես աղջիկներս հիմա արագ գնումներս դասավորում եմ իրենց տեղերը և անցնում առաջ, տեսնենք որտեղից կմիանամ ձեզ։
սնունդն է։ 3 տորտը տխելուց ոչինչ չեմ նկարել, քանի որ արագ եմ արել։ Այստեղ, ինչպես տեսնում եք, տոլման եմ արդեն պատրաստեցի, փաթաթեցի, տակը ամառային է, վրան տերևով եմ դրել։ Սա արդեն եռում է, թող եփի։ Այստեղ տոմատով, սոխն տոմատով պատրաստել, այստեղ տոլմայի ֆարշ ավելացավ 1 կիլոգրամ չափով լինի։ Սա կտեղավորենք սառնարան, այստեղ եւ դուրսը խորովելու բանջարեղենը պետքա խորովենք եւ անցնեմ սեղանները դասավորեմ, ափսեները դնեմ, տորտն էլ մտածում չես գտամ։ Աղջիկներս, տեսեք ինչ եմ պատրաստում, ինչ ամովություն եմ պատրաստում, ով է սիրում։ Համեցեք միասին ուտենք։ Սիսեռա, նախորդ եփել եմ, ջրքամել եմ, ավելացրել եմ կարմիր պղպեղ, մի փոքր չոր ռեհան եւ աղ։ Հիմա տեղափոխելու եմ ջեռոց, բովեմ ու այդպես ուտենք։ Ով սիրում է, կարող է գալ։ Անջատեմ, հենց պատրաստ լինի, ցույց կտամ տեսքը։ Աղջիկներ ջան, ահա եւ վերջ, արդեն պատրաստ է, նոր եմ հանել, տաք է դեռ։ Փորձեցի, շատ համեղ է ստացվել։ Կարող եք պատրաստել եւ փորձել։ Շատ ընտիր է ստացվում։ Հիմա տեղափոխեմ ափսեի մեջ, և տանեմ երեխաները փորձեն։ Այսպես աղջիկներս կարող եք փորձել և համոզվել, թե որքան համեղ է։ Սա տանեմ երեխաները թող փորձեն։ Ես ասեմ առայժմ